Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, բարեկամներ այսօր միասին պատրաստում ենք շերտավոր խմորից շատ համեղ ծրար թխվածքաբլիթներ։ Այս թխվածքաբլիթները պատրաստվում են շատ հեշտ եւ արագ տարբերակով, ընդամենը 30 րոպե եւ սեղանին կունենաք նման համեղ գեղեցիկ տեսք ունեցող խմորեղեն։ Ծրար թխվածքաբլիթները թխելու համար մեզ անհրաժեշտ է 2 գունդ շերտավոր խմոր, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 450 գրամ։ Այս շերտավոր խմորի բաղադրատոմսը կգտնեք իմ ալիքում, այն պատրաստում է առանց քացախի և միայն ձվի դեղնուցով, արտակարգ խմոր է ստացվում։ Շերտավոր խմորի բաղադրատոմսի հղումը կթողնե մեկնաբանությունների և նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել ամբողջական տեսանյութը։ Խմորը բացում ենք 2-3 մմ հաստությամբ, որպեսզի ստանանք թեթև թխվածքաբլիթներ, այնուհետև եզրերը կտրում ենք։ Այնուհետև այսպես ծալում ենք, կտրում և ստանում ծրարներ։ Մեկ գնդից կարելի է ստանալ 12 հատ միջին չափի ծրար թխվածքաբլիթներ, սակայն եթե ցանկանում եք, կարող եք ավելի մեծ կտրել։ Քանի որ շերտավոր խմորը ունի բարձր կալորիականություն, ինչպես նաև կարագով պատրաստված կրեմը, որով պետք է լցոնենք ծրարները, այդ պատճառով նախընտրելի է, որպեսզի կտորները լինեն փոքր։ Նույն ձևով կրկնակում և կտրում ենք նաև հաջորդ գունդը։ Ծրարները թխում ենք նախապես 200 ճանտաքացված ջեռոցում մինչև գեղեցիկ կարմրեն։ Ծրարների վրա մածուն կամ ձվի դեղնուց չենք քսում, քանի որ պետք է օգտագործենք շաքարի փոշի։ Թխվելուց հետո թողնում ենք թխվածքաբլիթները սառչեն, այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ 250 գրամ փափուկ կարագ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի և փրփրի, այնուհետև ավելացնում ենք 1 թեյ գդալ վանիլային շաքարավազ և 1 բանկան խտացրած կաթ։ Խտացրած կաթը ավելացնում ենք քիչ-քիչ և անընդհատ հարում ենք, որպեսզի ստանանք միատարր կրեմ։ Կրեմը պատրաստ է, ծրարները թխված են, մնում է միայն լցոնել։ Թանկագիններս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ բաղադրատոմսերը։ Ծրարները այսպես մի փոքր բացում ենք և լցոնում ենք կրեմով, այսպես ձևավորում ենք բոլոր թխվածքաբլիթները։ Ինչպես տեսնում եք, շատ արագ և հեշտ պատրաստվող թխվածք է։ Այն ստացվում է շատ համեղ, փխրուն և հալչում է բերանում, սակայն ունի բարձր կալորիականություն։ Վերջում ավելացնում ենք շաքարի փոշի, գեղեցիկ տեսք և նրբություն հաղորդելու համար և մատուցում ենք։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ այսպիսի բազմաշերտ, նուրբ և փխրուն ծրար թխվածքաբլիթների հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։